Ասում են ռինգում երբեք պատահական մարդիկ չեն լինում։ Այսօրվա մեր թեման բոքսն է, գնում ենք 12 ռաունդ Արամի հետ մարզվելու ու մի քիչ բռնցքամարտից խոսելու։ Օրինակ, ոնց ես հասկացել, որ քոնը բռնցքամարտն է։ Այդ ընդհանուր ես չեմ հասկացել, 6 տարեկանում հայրս է տարել ինձ բռնցքամարտի, իմ որոշումը չի եղել։ Ես գնացել եմ բռնցքամարտի չսիրելով հիմնականում ու տենց մի 3-4 տարի մինչև արդեն այդ 10 տարեկան, 11 տարեկան, երբ որ սկսում ենք թեթև արդեն հասկանալ, այդտեղ նոր սիրել եմ։ Այդ ժամանակ նոր սիրել եմ էլի բռնցքամարտը ու սկսել եմ զբաղվել։ Օրինակ ես էլ այդ նույն ձևի բուշամարտն ա եղել իմը։ Հետո տենիս, հետո մինչև ֆիտ մարզիչ։ Իսկ եղել է դադարներ։ Դադարներ չեն եղել, եղել է մի դադար հիասթափության պատճառով 15-ից 16 տարեկանում զբաղվել եմ ուրիշ սպորտով, հետո էլի հասկացել եմ, որ բռնցքամարտն է իմը իրականում։ Ինչ-որ շարժառիթ եղել է, որ հասկացել ես թե զուտ։ Շարժառիթ, որ ասում եմ զբաղվել եմ ուրիշ սպորտաձևով, զբաղվել եմ խաղային սպորտաձևով, ֆուտբոլային, թիմային ավելի սպորտաձևով, իսկ բռնցքամարտի մեջ ես մտածում եմ, որ իմ սխալները իմն են։ Այսինքն ինձ չեն մեղադրում թիմակիցներս սխալ բան անելու համար, ինձ մենակ մեղադրում եմ ես, իմ սխալների վրա աշխատում եմ մենակ ես ու մարզիչներս։ Ես օրինակ այդպես սպորտաձև չկա, որ չսիրեմ, բայց թիմային հաղթանակներ չեմ սիրում։ Սիրում եմ փառքը մի հոգու ունենալ։ Ու այս բաժանում բռնցքամարտ թիմային հաղթանակներ ես էլ եմ սիրում, բայց խաղայինը ու այս բոքսը լրիվ տարբեր է էլի իրարից։ Հարնա ես ուզում եմ այսօր մարզվել, որտեվ կոնկրետ ռինգում երբեք չեմ մարզվել։ Պարապմունքների ժամանակ խփում եմ, բայց դե բնականաբար է տարբեր։ Ուզում եմ այսօր մարզենք իրար հետ, ծանոթանամ նրբություններին բոքսի։ Okay, no problem. Գնացինք։ I get down. If it's written in the stars, close your eyes and listen to the rhythm of your heart. If it's written in the stars, close your eyes and listen to the rhythm of your heart. If it's written in the stars, close your eyes and listen to the rhythm of your heart. If it's written in the stars, close your eyes and listen to the rhythm of your heart. Բռնցքամարտը այն սպորտաձևերից է, որ տարիքային սահմանափակում չունի։ Իր մեջ ունի եւ տեխնիկա եւ ուժ, չէ՞։ Դրա համար որ տարիքում էլ որ ուզեն, կարող են զբաղվել։ Իսկ կա օրինակ պրոֆեսիոնալ սպորտաձևի համար տարիք, որ արդեն ուշ է։ Որ լրիվ նոր սկսեն։ Հա։ Դե բնականաբար կա արդեն, ինձ թվում է արդեն 25-30-ից հետո էլ իմաստ չունի էլի։ Իսկ դադարներից հետո դադարներից հետո բռնցքամարտը իրականում շատ դժվար սպորտ է, մանավանդ դադարներից հետո ես միշտ մտածել եմ, որ երբ որ դու մի պարապում ես բոքսով, դու գնում ես մի քայլ առաջ, բայց երբ որ մի պարապում չես մարզվում, բացակայում ես կամ ինչ-ինչ խնդիրներով, 10 քայլ հետ ես գնում։ Այսինքն շատ դժվար է հետ գալ, բայց անհնարին բան չի էլի։
I get down. If it's written in the stars, close your eyes and listen to the rhythm of your heart. If it's written in the stars. Մրցումներից առաջ փոխում են մի քիչ մարզաձևը, ավելի շատ շեշտ դնելով շնչառության, տեխնիկայի, օրինակ դու ինչ ձև ես անում, կա հատուկ մեթոդ կամ ձևը փոխում ես, որ լավ լինի։ Մենք вообще բռնցքամարտում կա ժամանակահատված մրցումներից առաջ զբաղվում ենք այդ ավելի սիլավոյ վարժություններով, հետո արդեն ինչ-որ մի ժամանակահատված սպարինգներ ենք անում ծանր, հետո արդեն մի 20 օր առաջ սկսում ենք քաշի վերանայել։ Ինչ պետք է ուտի բռնցքամարտիկը։ Օրինակ տարբեր սպորտաձևերում հիմնականում տարբեր սննդակարգ կա, ֆիթնեսն օրինակ տարբեր է ինքն իրանով։ Ես որպես ֆիտ մարզիչ շեշտը դնում եմ սպիտակուցի վրա, բայց վստահ եմ, որ այստեղ տարբեր է։
Մենք դու ինչ ես խորհուրդ տալիս։ Տարբերը բնականաբար տարբեր է, շատ սպիտակուցներ ուտելը միշտ պետք է այդ վերականգնվելու ու ամեն ինչի համար, բայց ոչ թե խորհուրդ եմ տալիս, այլ իմ փորձով պետքա բռնցքամարտիկը ու տենց ուժային ծանրաբեռնված սպորտով զբաղվողները պետքա ամեն ինչ ուտեն իրancs չզրկեն, որովհետև գալիս է մի ժամանակահատված 20-30 օր, որ դու քեզ ամեն ինչից զրկում ես ու քո մկաններին այդ ծանր պարապմունքներից հետո պետքա ամեն ինչ ուտել։ Իսկ օրինակ ջուրը մարզման ընթացքում Ջուրը պետքա շատ խմել։ Մարզման ընթացքում էլ միշտ ես տալիս եմ, ինձ էլ են այտենց տվել իմ մարզիչները, որ միշտ ամեն, չգիտեմ, այդ մի րոպե պարապմունքից հետո մի հատ որ հանգստանում ես, մի կում պետքա ջուր անես։ Ու այտենց միշտ շատ օրը 3-4 լիտր ջուր, հա։ Ջուրը ամենակարևորն է։ Դե ինչ ընկերներ, այս էլ բռնցքամարտի մասին էր, ինձ թվում է կարևոր օր էր, որովհետև մենք կարողացանք ինֆորմացիա տալ բոլոր նրանց, ովքեր նորեն ուզում մարզվեն ու շատ բան չգիտեին բռնցքամարտի մասին։ Մարզվեք, շատ լավ զալ է։